Բայց նախքան այդ անթույլատրելի այն ոճը ու բառապաշարը, որով կառավարության ներկայացուցիչները պատասխանում են հարցերին, դուք շփոթել եք տեղը, սա ՔՊ ժողով չի, դուք առաջնային մանդատ ունեցողների հարցերին եք պատասխանում, բարի եղեք, գործածել նորմալ բառապաշար, կատարել ձեր պարտականությունը, պատասխանել հարցերին։ Հիմա հարցը, որը կարծում եմ երևի թե Արարատ Միրզոյանին է ուղղված։ Այն օրը, երբ դուք Մարկո Ռուբիոյի հետ կնքել եք շրջանակը թրիփի իրագործման, նույն օրը ԱՄՆ առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսը այցելել է Ադրբեջան ու ըստ պաշտոնական հաղորդագրության, որը տարածվել է, քննարկել է ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանի պետական գործակալությունները ԱՄՆ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ կապելու առնչվող հարցեր, որպեսզի նրանք հնարավորություն ունենան թրիփ ենթակառուցվածքների զարգացման գործում կորպորատիվ ներդրումներ ունենալ։ Հիմա հարցը, դուք այս մասին, այսինքն, որ մեր հայրենակիցներին պարզ լինի, սա նշանակում է, որ այն ընկերությունները, որոնք գործելու են, կառուցելու են, ինչ-որ դերակատարություն են ունենում թրիփում, կարող է 60% մասնաբաժին ունենան ադրբեջանական, թուրքական կամ այլ։ Սրա մասին ինչ կասեք։ Ընդհանրապես, այսպիսի որևէ ազդեցություն մասին դուք մտածում եք, սա կանխարգելելու համար որևէ քայլ ձեռնարկում եք եւ երկրորդ հարցը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ հետքլրատվականը գաղտնազերծեց փաստաթղթեր Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արտահոսած, որը վկայում էր նրա մասին, որ արևմտյան Ադրբեջան ՀԿ-ն ուղիղ ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից 4 պայմանագրեր են արտահոսել, որոնք ցույց են տալիս, որ եւ նարատիվները, եւ միջոցառումների կազմակերպման հարցերը լուծում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Հիմա դուք գալիս եք ստեղ, ինչ-որ անպատասխանատու հայտարարություններ եք անում, այդ ամեն ինչից անդին, կարաք պատասխանեք, այս վտանգները կանխելու համար ինչ եք անում, ընդհանրապես որևէ բան անում եք, թե ոչ։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Տիկին Վարդանյան, բայց ձեր ասած հետքը ես 2 օր առաջ ճեպազրույցի ժամանակ ինձ հարցվել եմ, պատասխանել եմ, ինչ մի քանի ժամ առաջ։ 2 օր առաջ ճեպազրույց եմ տվել, բացեք նայեք։ Հա, հասկացա։ Տիկին Վարդան, պատասխանում արդեն պարոն Սիմոնյան։ Տիկին Վարդան, շնորհակալություն հարցի համար, տպածս եւ վերածս թղթերը վերջապես պետք է կան, լավ է։ Ես ոնց հասկանում եմ, դուք չեք կարդացել այդ թրիփի թուղթը, դե երկար է 8 էջ։ Ես հիմա մի երկու կտոր փորձեմ արագ sense գտնեմ, կարդամ ձեր հարցին վերաբերելի մասը։ Օրինակ, թրիփ զարգացման ընկերության հիմնում ենթավերնագրի ներքո գրված է, որ Էսա։ Թրիփ զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել թրիփ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Հուսով եմ ձեր լսողությունը ֆիքսեց սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողություն ուրեմն ձևակերպումը։ Ախր այն մասերը չեմ հասցնել գտնեմ, որտեղ ասում եմ, որ հստակ բաժնեմասերի մասում, լավ, ինչ որ է։ Մի խոսքով առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում որևէ կերպ նվիրում, վաճառք եւ այլն առանց Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության տեղի ունենալ չի կարող։ Այս երկրորդ ուրեմն դրույթը համաձայնեցված, որը ուղղակիորեն պատասխանում է ձեր հարցերին։ Մի քիչ որ անուղղակի, չնայած դրանից ուղղակին որն է, կարող եմ բազմաթիվ տեղեր մեջ բերել, որտեղ ասում եմ, որ Հայաստանը ինքնիշխան եւ իրավազոր, իրավունք է, ինչ հարցում են, անքննելի, ասում եմ, քննարկման ուղիղ գրած է, չի կարող քննարկվել եւ բացարձակ է։ Մի 10 քանի տեղ իսկապես կարելի է հաշվել եւ այդ թիվը մի հատ ասել, էլի։ Հետեւաբար 16 հաշվել են, շնորհակալություն։ Հետեւաբար ձեր հարցի ուղիղ պատասխանն է այդպիսի բան, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության, այսինքն բաժնեմասի, մասնակցության, բանի, ոչ միայն Ադրբեջանի ընկերությունի, որևէ երկրի, որևէ ընկերության հետ տեղի ունենալ չի կարող։ Բացառվում է միայն, էլի քանի երրորդ անգամ ասում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պիտի համաձայնությունը տա։ Հետևաբար կարծում եմ, բանա, չարժի էլի չեղած բաներ այդքան փչել ուռճացնել, վերջը գրած է էլի կարանք կարդանք նայենք։ Արձագանք
կտորի բան։ Նախ կարդացել եմ, բայց դուք ոնց որ չեք հասկանում, հարցը կամ չեք լսել, կամ չհասկացաք։ Ուրիշ բանի մասին էր խոսքը, բայց ինձ թվում է իմ հարցից առանձին դուք պիտի դրա մասին տեղեկություն ունենայիք, որտեղ Պաշտոնյան ԱՄՆ հաջորդ օրը եկել է Հայաստան։ Ես ասում եմ, ԱՄՆ Բարձրաստիճան Պաշտոնյա գնացել է Ադրբեջան, այդ թվում ձեր գործընկերոջ հետ քննարկել է հարցեր կապված։ ԱՄՆ մասնավոր ընկերությունները ոչ թե 76, 24, 26, 74-ը, այլ ԱՄՆ մասնավոր ընկերությունները, ովքեր պիտի աշխատանքներ իրականացնեն, այնտեղ այդ ընկերություններում կորպորատիվ ադրբեջանական պետական ընկերությունների կորպորատիվ ներդրումների հարցը։ Դուք հիմա ինչ եք մեջ բերում։ Ինչ կապ ունի դա իմ տված հարցի հետ ընդհանրապես։ Հիմա բան կանեք։ Հարցնում եմ, այս ամեն ինչը թրիփի համատեքստում, ոչ թե ընդհանրապես։ Հիմա այս ամեն ինչին, այս վտանգներին դուք ո՞նց եք պատրաստվում բան անել հակադարձ։ Ինչ գործիքակազմ ունեք, հիմա կավարտեմ կպատասխանեք։ Ինչ գործիքակազմ ունեք։ Ես արդեն կարող եմ խոսել, ձեր ժամանակը լրացավ։ Տիկին Վարդանյանն, Չէ, դե ես ասում, պարոն Միրզյանը ինչ ասում է ճիշտ է։ Ես երկրորդ հարցնել էի տվել։ Իհարկե լրացել է, պարոն Միրզյան։ Տիկին Վարդանյան։ Ամեն ինչ արեք, որ հարցին չպատասխանեք, ամեն ինչ տենց։ Ես ձեզ այնքան Ես ձեզ այնքան եմ հարգում եւ սիրում Տիկին Վարդանյան։ Ես նաեւ բացի պարտավորությունից, ես բարոյական պարտավորություն եմ զգում ձեր հարցին պատասխանել, բայց էլի փառք Աստծո, ամեն ինչ ձայնագրվում է, կարող եք ձայնագրություն նայել։ Եթե հիշողություն ունես, չի դավաճանում, առաջին հիմնական հարցի ժամանակ Տիկին Վարդանյան ասեց, ԱՄՆ պաշտոնյաները գնացել են ադրբեջանական ընկերությունների, խոստացել են մասնակցություն թրիփի իրականացնելու մեջ, ճիշտ է։ Եվ ես այդ էի պատասխան։ Հիմա եթե դուք ասում եք, որ ընդհանրապես ԱՄՆ որևէ կերպ ներդրում անում, համագործակցություն անում տնտեսական Ադրբեջանի, իսեր Աստծո, թող անեն, մեր հետ էլ ենք անում, կիսահաղորդիչներով ունենք, արհեստական բանականություններ ունենք, ենթակառուցվածքներով ունենք, ու էլի բաներով կունենանք, որը առաջիկայում կհասկանանք։ Մենք կտեսնեք, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, դրա թուղթն էլ հրապարակված է, դել էիք ձեռառնում, հիմա տենում ենք, որ կետ իրականանում է եւ շարունակվելու է իրականանալ, այնպես որ այս դուք չեք բանանի, բայց մեր հայրենակիցներն եմ ասում, ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու։ Այս նոտայի վրա ավարտենք այսօրվա նիստը, շնորհակալություն։